Քիչ առաջ հայտնի է դարձել, որ մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Հիշեցնենք, որ 3 Նոր-Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ Արթուր Չախոյանը ծեծեր ենթարկվել վերջիններիս կողմից, սակայն նախաքննական մարմինը որոշել է մեղադրյալի կարգավիճակ տալ Արթուր Չախոյանին։ Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։ Եվրոմեդիա 24 հետ զրույցում փաստաբան Վահե Եփրիկյանն ասաց, որ իրենց համար եւս անակնկալ է այդ որոշումը։ Մենք գիտենք ինչի վրա են հիմնվել։ Ակնհայտ ապօրինի որոշում են կայացրել էլի։ Ինչպես միշտ։ Այսինքն ապօրինի քրեական հետապնդման են փորձում ենթարկել։ Միանշանակ, հեսա ավելի տեսանելի կանդրադառնամ էլի։ Մի հատ հիմա քաղաքի վարչություն եմ ուզում անցնեմ քննիչին մի հատ տեսնեմ, որոշումը հատ ավելի պատճառաբան են իրանք ըստ էության ու համապատասխան հայտարարություններով հանդես կգան։ Իսկ դուք տեղյակ եք այդ թաղապետարանի աշխատանքի տեղեկություն չունեմ։ Հիշեցնենք, որ թաղապետարանում ուղիղ եթերի պայմաններում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը մի քանի անգամ հարվածել է Արթուր Չախոյանի գլխին։ Տեր-Մարգարյանը Արամ Սարգսյանի գլխավորած Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչ է, որը օրվա իշխանությունների սատելիտ կուսակցություն է։ 3 օրվա վերջում Հանրապետություն կուսակցությունը հայտարարություն տարածեց արդարացնելով թաղապետի վայրագությունները, թե իբր նա Արթուր Չախոյանին ծեծի է ենթարկել հանուն Հայաստանի ինքնիշխանության։